կրճատել պատարագի, Արքեպիսկոպոս Միրզախանյանը շնորհակալություն էր հայտնում Նիկոլ Փաշինյանին, որ տարիներ ի վեր եկեղեցում եղած խնդիրները ի վերջո բարձրաձայնեց։ Նիկոլ Փաշինյանն այն մարդն է, որին պետք է շնորհակալություն հայտնել, որ եկեղեցու ներսում կատարվողը բարձրաձայնել է, այն էլ այս կերպ։ Բայց հազարպես է պատկերացնում, ինչ է։ Իր համոզվում դեռ մարդու չարթայ։ Ում հաղթանակն է այն, որ նույն թեմերում, նույն եկեղեցիները միևնույն հաջորդ կիրակի բնականon են ընթանում ծեսերը եւ առանց արհեստական կրճատումների քահանաների ելույթները։ Ինչի՞։ Եթե կրճատվում է Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ, ապա հաջորդ անգամ նույն եկեղեցում նույն քահանան առանց կրճատելու, առանց զեղչելու է պատարագը մատուցում։ Սա ում հաղթանակն է։ Ես չգիտեմ, դա հաղթանակ կա թե չկա։ Ամեն դեպքում ԱԱԾ-ի կողմից հոգևորությունը կարծես թե ես չգիտեմ, ամենայնտեղս այն ինչ որ անձամբ մեզ է վերաբերում, մենք կեցվածքը արդեն արտահայտել ենք, մնացածը ես ինչ որ։ Իզեր կարծիքով ինչու Երևանի թեմի քահանաները ցույց չեն տալիս դիրքորոշում։ Նրանք նույնիսկ Facebook-ներից են կորել։ Մենք քահանաներն ենք, որ շատ ակտիվ են եւ հարցազրույցներով, եւ հանրային շփումներում։ Նրանք նաեւ ակտիվ են եղել Սրբազան պայքարի շրջանում, բայց այս շրջանում նրանք անհետացել են սոցցանցային տիրույթներից եւ չեն ուզում իրենց դիրքորոշումը երևա։ Ճնշումներ կան նրանց վրա։ Չեմ կարծում, չգիտեմ, կարող է զգուշավորությունը ինչ իմանալ։ Իրենց մի հարցը։ Բայց ամեն ինչ շատ հստակ չէ, կարելի է հիմա զգուշավորություն ցուցաբերել։ Բայց ամեն հետ խոսել եք Ռազգեն Միրզախանյանին, Գևոր Սրբազանին եւ մյուսներին ինչու էր հրավիրել Գյումրի կամ երբ էր հրավիրել։ Բայց բանն ո՞նց է պատասխանը։ Խոսել եք ի հետ դուք Բանն չեմ կարող պատասխանել, չէ։ Բայց մեկնաբանություն կամ խոսել եք դուք արդյոք իր հետ։ Ձեզ չի մտահոգել այդ հարցը։ Ես միջև որ իր հետ խոսել, ես իմ մեջ որոշակի ենթադրություն ունեցել եմ, չեմ սպասում։ Բայց լավ, այս ամենը ըստ ինչով կարող է հանգուցալ լուծվել։ Իշխանությունը որևէ կերպ չի այսպես ընկրկում, նահանջում։ Դե ներկայում մենք ոնց ենք պատկերացնում ամեն մեկս։ Այս պատմությունից կարելի է նման դրվագները վերցնել եւ նաեւ դրանց եզրակացնել, թե սա ինչ հանգուցալություն է։ Պատմական բոլոր դրվագները։ Բայց պատմական ո՞ր դրվագի հետ են նույնանում Նիկոլ Փաշինյանի գործողությունները, բառամթերքն ու առհասարակ այն ինչ կատարվում է։ Քրիստոնեական եկեղեցին 2000-ամյա եկեղեցի է եւ դրա անբաժանելի մասն է հայրաքելական եկեղեցին, որը նույնպես 2000-ամյա եկեղեցի է, 4700 տարի պետական արտադրություն։ Հիմա իհարկե պետական չէ։ Ուրեմն ամբողջ 2000 տարվա ընթացքում եկեղեցին միշտ ունեցել է իր վրա ախորներ եւ բոլոր տեղերից ինքնուրույն եկել հաղթանակած։ Նիկոլ Փաշինյանը ջում եւ չի վախեցնում Փաշինյանի համարձակ սցենարները։ Անունները տալիս եք, դա ինձ շատ չի հետաքրքրում, թե ում սցենարը։ նա արդեն ճանապարհային քարտեզ է հրապարակել եկեղեցին իր խոսքով ասած մաքրելու տեղապահի ընտրության հարց է քննարկում, բարձրաձայնում։ Ինչ է։ Իսկ սրանք որևէ մեզ չեն խոսում։ Մեր եկեղեցին ասում եմ անցել է ճանապարհը։ Իսկ Նիկոլ Փաշինյանի քայլերը որևէ արդյունք չեն տալու։ Եկեղեցին մնալու է այնպես, կաթողիկոսի գլխավորությամբ ինչպես կա։ Պատմության մեջ լսած դրանք որ որևէ մի անհատ մարդ Արարած դուրս եկե Աստծո դեպ ապստամբելու բախտել է, այստեղ կարող է եկել հարցերը տալ։ Իսկ եթե շատ ու շատ հոգևորականներ համարում են, որ սա ոչ թե Նիկոլ Փաշինյանի ծրագիրն, այլ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես իրագործում է Փաշազադեի պլանը, այս դեպքում մենք էլի նույն համարձակությամբ կասենք, որ հաղթանակը միևնույն է եկեղեցում։ Հոգևորականները այդպես են մտածում եւ արտահայտում։ Իրենց պիտի հարցնեն։ Չէ, այդուհանդերձ, եթե համարենք Աստված մի արասը, որ այս ծրագիրը ոչ թե փոքրիկ ԿՊԱ-ական խմբակի ծրագիրը, այլ մասշտաբային եւ արտաքին ճնշումներով են, էլի մենք նույն վստահությամբ կարող ենք ասել, որ եկեղեցին է հաղթելու։ Միանշանակ, ուրիշ կարծիք չկա։ Եթե պետությունը պարտվում է, եկեղեցին միևնույն հաղթում է։ Միանշանակ, ուրիշ կարծիք չկա։ Այս պարագայում էլ եկեղեցին հաղթելու է։ Անպայման։ Հիմա եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է։ Ինչպես, երբ որ 10 եպիսկոպոսներ Փաշինյանի ձեռքը սեղմում, Ինչ կա։ Մեկը եկեղեցին իր հաղթական ընթացքի մեջ է։ Որովհետև եկեղեցու գլխին Քրիստոսն է, իսկ Քրիստոսը հայտարարել է, որ ես հաղթեցի աշխարհին։
Եվ մենք այդ հաղթանակի ճանապարհով